Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք շարունակենք Տեր Սահակի հետ մեր հոգևոր ճգնաժամի խնդիրների մասին զրուցել եւ կկենտրոնանանք Արցախի հոգևոր առաջնորդի, Պարքևի, Գարեգին Բիի եղբոր մասին եւ իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Մայր Աթոռ։ Այս բոլոր հարցերը կքննարկենք հիմա Տեր Սահակի հետ, իսկ միջև խոսքը Տեր Սահակին փոխանցելը կխնդրեմ, որ դուք չմոռանաք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ այսօր իհարկե Տեր Սահակի աշխատանքը։ Տեր Սահակ, ողջունում եմ ձեզ եւ փոխանցում եմ խոսքը ձեզ։ Շնորհակալություն։ Ուրեմն այսօր շատ կարևոր է եւ արտիական հարցը, կարծես թե դրված է օրակարգում եւ մի կարևոր ինֆորմացիա, որ այսօր փոխանցեմ, այն մասին է, որ հատուկ ծառայությունները Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն սկսել է իրականացնել ստուգումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Իհարկե մանրամասները ինձ առայժմ հայտնի չեն եւ վստահ եմ, որ իմ կապերով այս 2-3 օրվա ընթացքում մինչև մեր հաղորդումը ձեզ հետ այս բոլորի մասին ավելի մանրամասներ կիմանամ, սակայն այս լուրը արդեն շատ մեծ ուրախություն է ինձ համար, քանի որ այս համար ես պայքարել եմ տասնյակ տարիներ համար եւ 1.5 տարի առաջ ներկայացրել եմ բոլոր պատկան մարմիններին այն դիմումները, հաղորդագրությունները կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այդ թվում նաև ձեր նշված, վերանշված սրբապիղծ, եզրած մանկապիղծ տականքի, որը նմանապես զավթիչ է եկեղեցու, կեղծ arczepiskopos, նա հանդիսանում է կրտսեր հարազատ եղբայրը Գարեգին Բեի եւ նշված տխրարչակ Արցախի թեմի վախկոտ կեղծ հերոս, որտեղ տասնյակ տարիներ շարունակ Հայաստանի մեջ նման բան էին գեներացնում, հերոս էին դարձել այս վախկոտ եւ հանցագործ մարդուն, Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի մասին։ Այս երկու անձերը ամենակարկառուն ներկայացուցիչներն են այսօր, որոնց մասին կարելի է ոչ թե ժամեր, երևի օրերով որ խոսենք ձեզ հետ, մենք չենք կարողանալու պատմել այն ամբողջ հանցանքները, թեկուզ այն մեզ հայտնի ինֆորմացիաները, որ ունենք, որոնք դրանք գործել են իրենց այս չարաբաստի գործնեության ամբողջ շրջանում, բայց մի քանի շեշտադրումներ ես պետք է այսօր անեմ։ Ուրեմն Արցախի թեմի չառաջնորդ Պարքև Մարտիրոսյանը նախ պիտի ասեմ ինչ պայմաններում գնաց Արցախ։ Իրեն նշանակել է Ռուսաստանի KGB-ն, դա ձեզ պիտի ասեմ 80-ականների վերջում էր դա, որպեսզի ուրեմն նա կարողանա այնտեղ ներկայացությունը փաստորեն լրտեսի ունենալ Ռուսաստանը այնտեղ կոնկրետ մի անձնավորություն, որը իրենց համար պիտի իրականությամբ մեջ լինի այն լավագույն տարբերակը, որի միջոցով նրանք կառավարելի պիտի դարձնեն ամբողջովին այդ տարածաշրջանը, մասնավորապես Արցախի մասին, այդ 7 շրջանների մասին է խոսքը գնում։ Պարքևը ինքն պատրաստված հոգևորական չէ, նա Բրյուսովն է ավարտել, ընդհանրապես ոչ մի կապ չունեցել հոգևոր կյանքի հետ եւ այդպես ասած եկել է Էջմիածին եւ շատ կարճ ժամանակահատվածում դա շատ զարմանալի էր, որ հասել է ուրեմն մինչև եպիսկոպոս եւ իհարկե հիմա շատ պարզ է դառնում թե ինչի համար է հասել այդ բարձունքին, որ ունեցել է կապ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ։ Սովետական շրջանում դա KGB-ն էր, իսկ հետագայում արդեն FSB եւ ԳՌՈ այդ երկու կառույցների հետ։ Աստղեր ունի եւ բնականաբար սերտ համագործակցություն։ Այդ տարիների ընթացքում, երբ որ եղել է պատերազմը, նախ առաջին հայրենական պատերազմի ժամանակ, մենք հիշում ենք պատերազմի ավարտին, ինչ մեծ ողբերգություն էր, երբ որ ամենալավագույն հերոսները հայ ազգի սպանվել են շատ անհասկանալի պայմաններում եւ իրականության մեջ, ինչպես տարիներ առաջ այս մասին վկայել է
ազատամարտիկներից մեկը հենց Արցախյան առաջին հայրենական պատերազմից այն մասին էր, որ Պարքևի օրդությամբ եւ Պարքևի հրամանով ուրեմն մեջքից խփում էին հերոսներին, որպեսզի նրանց վերացնեն եւ նրանք վաղը մյուս օրը չկարողանան դառնալ գործոն Հայաստանում նամանավանդ այդ քաղաքական էլիտաների համար վտանգ հանդիսանան։ Ուրեմն այս բոլոր բաները սպասարկում էր իհարկե Մոսկվայի հետ անմիջապես համաձայնեցնելով Պարքևը, դավաճան Պարքևը։ Իմիջայլոց Պարքևը միշտ խաղացել է, որ ինքը հավատացյալ է, չգիտեմ, սրբակենցա հոգևորական է, բայց սա եղել է ընդամենը թատրոն։ Ուրեմն մի կարճ պատմություն ձեզ փոխանցեմ, իր քաղաքաններից մեկը, այս եթերի չեմ ուզում իր անունը տալ, բայց ինքը գլխի կընկնի, որ այսպես ասած շատ մեծաբերան քահանա է, ինքը կարծել է, որ ինքը ամենագիտունն է, ամենաիմաստունն է եւ այլն եւ այլն։ Ժամանակին լինում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի տարածքում, ուսանում է Մոսկվայում եւ ուրեմն ինքը գալիս է եկեղեցին եւ այն ժամանակ առաջնորդը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի Տիրան Սրբազանը ասում է, որ այս տղան երբ որ գալիս է աշխարհիկ անունով դիմեմ, հոգեվորը չեմ ասի, Մաթեվոսը, ասում է, ուրեմն ես երբ որ չեմ լինում եկեղեցում, վերջը ասում է ինձ Նինա Սերգեևնա Բաբայանը, դա եկեղեցու ցեղական խորհրդի վաստակավոր ուրեմն ատենապետն է լինում, երկար տարիներ ինքը մեծ ամակ ունի այս Սուրբ Հարություն եկեղեցու վրա, որը որ Վագանկովսկի կլադբիշայի տարածքում էր եւ ամենադաժան այն սովետական տարիներին նա առանց հանգստի անձանձրույթ միշտ արել է այնպես, որ գործող լինի, որ մարդիկ կարողանան իրենց հայությունը պահեն, կարողանան կապը պահեն առաքելական եկեղեցու հետ։ Այդ կինը նկատում է, արդեն դա լինում են այն շրջանը 90-ական թվականների երևի։ Այո, 90-ական թվականներն են լինում։ Նկատում է, որ ասում է հավաքվում է Պիտուշատնիկ, ասում է здесь они устраивают սրբազան։ Այսինքն եկեղեցու մեջ դրանք ամփարոյականություն, դուք հասկացաք ինչի մասին է խոսքը, դրանով էին զբաղվում։ Եվ հետագայում ըստ այդմ երևի, որտեղ այդ քաղաքան ոչ մի այսպես բան չուներ, բացարձակ կապ չուներ Արցախի թեմի հետ, եւ հանկարծ ինքը շատ կարճ ժամանակահատվածում իմիջիալուց մենք նույն լսարանում ենք ուսանել, բանում քահանայից լսարանում, ինքը մեր հետ նույն կուրսեցիներ։ Շատ կարճ ժամանակահատվածում ինքը եղավ բան, քահանա եղավ ու հետ շատ լավ հիշում եմ, որ կուրծքը ծեծելով ասում էր ձեռնադրեք գնամ Արցախ։ Ես ինչի եմ դա հիշատակում, ես ուզում եմ այդ Արցախի մասին այս մեծաբերան խոսացողների դիմակները պատռել։ Ձեռնադրեք կուրծքը ծեծելով գնամ Արցախ եւ վերջը այդքան զզվացրեց Պարքև եպիսկոպոսն էլ երևի շատ միջնորդեց, Ներսես Սրբազանը վերջապես բան արեց։ Ասեց, որ շատ ես ուզում պիտի Արցախում ծառայես, հանձնարարականներ տվեց եւ իրեն ձեռնադրեց Անանիա եպիսկոպոս Արաբաջանը, Գարեգին Բ Սատանայի օծակից եղբայրը, որը միասին էին օծվել եւ իրեն ուրեմն գիտեք ինչքան բան եղավ։ Հրիփսիմեի տոնին ձեռնադրում է Սարգսակ, իսկ Գայանեի տոնը ճիշտ է ամառվա շրջանն է, այս հունիս ամսվա բանի մասին է խոսքը։ Իսկ հաջորդ օրը Սուրբ Գայանեի տոնն է, քահանա է լինում։ Նույնիսկ ես ծիծաղում եմ, ասում եմ մի սուտկա չմնաց Սարգսակ։ Եվ գիտեք, Արցախ մի ժամ չի գնացել, մի սուտկա Արցախում չի եղել, Երևանում գրասենյակ է կազմել, ու Երևանում այդ գրասենյակում նստել է, իբր թե աստվածաբանական կենտրոն է խաղացրել այնտեղ, վերջը ես կուզեմ ասել, որ այս հերոսները այս են, այս Արցախ սիրող, Արցախ գնացողներ, այն նրանք են, այս մարդիկն են։ Եվ Պարքևի մասին չեմ ուզում խոսել, որ իրան դրել է սուրբի տեղ, բայց ինքը իրականում ամփարոյական մարդ է, ոչ միայն թունդ հարբեցող, իրան պիանից են ասել Արցախում,
Ես մենակ կուզենամ երկու բան ավելացնեմ մեր ժողովրդի համար, հիշեք, որ Պարքևը թողեց իր ժողովրդին աներյաների իրավիճակում եւ փախավ չկա որտեղա։ Գիտենք, որ Ամերիկա է գնացել, բայց թողել է իր ժողովրդին վատ վիճակում եւ փախել է։ Սա հոգեվոր առաջնորդի պահվածք չէ։ Սա մեկ, երկրորդն էլ կուզենամ հիշեցնել, որ իրա մատնել էր խառը Լևոն Հայրապետյանի ձերբակալումը եւ սպանությունը։ Չգիտեմ, Տեր Սահակը տեղյակ է սրանից, թե ոչ։ Այո, այս մասին էլ իրազեկված եմ, ես եւ բավական քաջատեղյակ եմ, բայց ես ուզում եմ այստեղ ինչի վրա շեշտադրումը դնել, ուրեմն երբ որ առաջին հայրենական պատերազմում ինչ որ մի դժվարություն խնդիր է առաջանում, Պարքևը այդ ժամանակ փախնում է միշտ Երևան, երբեք թեմում չի լինում, բայց հետո իրեն վերագրում է հերոսությունները, որ ինքը կռվող ա եղել, ինքը այս է արել, այն է արել Արցախի թեմի համար։ Սա ծայրից ծայր կեղծիք է, սուտ է, եւ այս մասին վկայակոչում են ազատամարտում, այն իսկապես ազատամարտում հերոս տղերքը, որոնք իսկապես ունեն ամակ Հայաստանի մեջ եւ իրենք այդ բանը արել են այնտեղ, այդ առաքելությունը բերել են մեր երկիրը, այսպես ասած, պաշտպանելու եւ ազատագրելու այն ժամանակ Արցախ։ Եվ այդ Պարքև Չարքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաեւ ամուսնացած է, նմանապես ուխտադրուժ է, եւ կնոջը եւ աղջկան իր հետ ամենտեղ շալակում է, ուր որ գնում էր ամոթ չուներ, իր հետևից քարշ էր տալիս։ Արցախի ժողովուրդը այդ մասին գիտի, բացի դրանից ինչքան Արցախում շատ ներողություն եղել է անփարոյական կին, բոլորի հետ պարկել է այնտեղ եւ որտեղ եկեղեցիների մեջ։ Եկեղեցիների մեջ հրավիրել է այս խուլիգան նախագահներին, եթե նրանց կարելի է նախագահ կոչել այդ դավաճան ստահակներին եւ դրանց հետ միասին քեֆեր են արել այնտեղ եւ շատ ուժեղ հարբեցող է։ Իհարկե շատ ճիշտ շեշտադրեցիք, երբ որ նշեցիք, որ նա փախավ։ Այո, ամենավճռական պահին նա միշտ էր երազում գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուրեմն լավ կյանք տեսնել, հա։ Եվ վերջապես հաջողվեց այդ Արցախի այս 40-օրյա, հա, պատերազմից հետո ինչ արեց։ Անմիջապես փախնում է Ամերիկա, պատրվակը գիտեք որն էր։ Բուժում, չէ՞։ Վատ առողջական վիճակը, բայց որը սիրտը։ Հիմա դուք որպես ողջախոհ մարդ կարող եք ինձ ասել, արդյոք դուք, եթե նույնիսկ չեք ճանաչում այս մարդուն եւ չեք իմանում իր անելիքները, հա, ինչ որ արել է, հանցանքները, սրտային հիվանդը կարող է այդքան երկար ճամփորդություն ունենալ։ Ոչ, ես միայն մի բան եմ ուզում նշեմ, ես նկատել եմ, երբ որ ինչ որ պաշտոնյաներ կամ այսպիսի անուն ունեցող ազդեցիկ մարդիկ, երբ որ իրենց գահին նստած են, իրանք շատ առողջ տղամարդ են։ Հենց մի փոքր ընկնում են նեղը, հիշում են, որ իրանք հիվանդ են։ Սա արդեն ոնց որ ասում է դեժավյու է դարձել մեր կյանքում։ Այո, շատ ճիշտ եք։ Եվ գիտեք ինչ, ուրեմն ավելին ձեզ ասեմ, ավելի խայտարակվեց Ամերիկային մեջ, երբ որ գնաց եւ հերոստատեսությամբ իրան հրավիրեցին ուղիղ եթերի մեջ եւ հարցվեցին իր առողջության վերաբերյալ, ինքը ասեց մոտավորապես, որ սուտ չխոսամ 20 քանի օպերացիա է տարել, վիրահատություն, պատկերացնեք, ստամոքսի վրա տարբեր օրգան, ինչքան երևի օրգանի անուն գիտեր մարդկային, եւ ասեց վերջում կուլմինացիա գիտեք որն էր, այդ գլուխ գործոցներ ստերի, ասեց սիրտս պիտի փոխեմ։ Ահա, դաժե так։ Չեք լսել։ Չեմ լսել։ Չէ, հայտարարել, ես չեմ ասում։ Իր ասածներն են։ Դուք հասկացեք այս մարդկանց աֆերիստությունը, բայց ամենակարևորը որն է, իրեն որ փաստորեն ինքը որ փախավ, հա, իր տեղը թողեց, երբ որ ժողովուրդը տագնապի մեջ է, Արցախի մեջ ինչ խնդիր կա, գիտեք ինչ նոր պաշտոն իր համար հորինեց Գարեգին Բես Սատանան։ Դրա մասին տեղյակ չեք։ Ոչ։ Եկեղեցին նման պաշտոն չուներ։ Հատուկ հանձնարարություններով կաթողիկոսական նվիրակ։ Ամերիկայում, եթե մենք մարդկային լեզվի վրա, այսինքն աշխարհիկ լեզվով խոսենք, փող մուրացող։ Այն մոլլաները, որ սավանը փռում են, հա։ Այո։ Մստի Բաքում վերջում
նամազից հետո փող են հավաքում, որպեսզի հարուստներին կարողանա կթի եւ այնտեղից ուրեմն ապահովի Գարեգինին, Եզրասին, մյուսներին։ Եվ ուրեմն 16 միլիոն ամերիկյան դոլար, սա ես ձեզ փաստեմ ապացուցում, որ մեր հանդիսատեսը իմանա սրբապղծությունը այդ մարդկանց 16 միլիոն ամերիկյան դոլար նա հավաքում է 40-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների հաշմանդամ ընտանիքների իբրև թե օգնություն ցուցաբերելու համար ես չգիտեմ քանի կոպեկ տարայում են նպատակին, բայց գիտեմ, որ սա մեջ բաժին են անում, նույնիսկ Բագրատ Լրփազանը զանգել էր եւ իրեն հարցրել. Սրբազան բայն բաժինը 100,000-ը, երբ է տալիս։ Ուրեմն Հայաստան դուրս գնացել է այնտեղ ամբողջ օրը գծած է, նույնիսկ Facebook-ի մեջ ես իմեջի վրա տարածեցի, եթե նկատեցիք դուք պատտվում էր, որ ռեստորանում նստած է գինի է խմում, սիրտը պիտի փոխեն մարդու, գինի է խմում, ուտում է խմում է տղամարդկանց կանայց այդ կողքը նստած, ծխախոտ է ծխում, սուպերմարկետում շատ աշխուժ ձևով արևտուր է անում, այդ Արցախի հարցերով տառապող տականքը։ Եվ ուրեմն այս անձնավորությունը բացի դրանից, որ այդքան փողերը կերավ եւ իհարկե մեծ մասը ուղարկեց Գարեգինին եւ Եզրասին, հայտարարում է, որ ինքը այնտեղ քիչ ամնում սովամահլնի մակարոնով է ապրում։ Այո, մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահությունը հիմա չգիտեմ ինչ է կարգավիճակը, բայց այն ժամանակ ապաստարան էր խնդրել եւ գնում էր այնտեղ բաներ ստանում օգնություն։ Բացի դրանից մի 16 միլիոն փող է հավաքում պետությունից մուրացկանություն անում։ Մի խոսքով ոնց Հայաստանում են թալանով զբաղվել եւ ձրի ապրել, նենց էլ հիմի Ամերիկայում դու գիտեք, որ տները Արցախում, երբ որ նոր ազատագրվեց, Պարքևը ամեն մի տունը, որ թուրքերն են ապրել այն ժամանակ, գումարը գրել է տան վրա։ Եվ ինքը վաճառում էր տները հայերի վրա արդեն, ովքեր որ կարողացան գան։ Եվ այդ տները, այդ ամբողջ գումարները գնում էր իր գրպանը։ Բացի դրանից հիշենք այդ մարաթոնները, որ տասնյակ տարիներ շարունակ մեզ խափում էին, հերոստատեսությամբ ցույց են տալիս, որ փող են հավաքում, ամբողջ աշխարհի հայությունը մասնակցում էր այդ մարաթոնին, հիշում եք, չի Արցախի համար։ Եվ Պարքևը առաջնագծում էր։ Այդ փողերը հավաքում են, ինչ եղավ։ Վերջը հեքիաթ պատմեցին, որ աթեսեների գործարան պիտի հիմնեն, որ աթեսեներ ունենանք մենք։ Եվ իհարկե ոչ մի բան չկար, այսինքն միլիոնատերները Ամերիկայից, Ֆրանսիայից, ամեն տեղից, Կանադայից գումարները տվել են, Պարքևը ինչ արեց։ Իմացաք, որ թղթի վրա կար մենակ այդ գործարանը։ Իրականության մեջ մեկ հատ աթեսե չկար։ Այդ փողերը ուր են գնացել։ Եվ վերջում պատմությունը կռունգի ժամանակ այս վերջի կռունգը, էդ էլ ուրա, կռունգն ուրա։ Մեր աթեյսը, որ ցույց էին տալի, դնում էին այդ գրուզավիկների վրա մթում ենք աթեյս ունեինք, անունը կռունգ էին դրել, հիշում եք։ Մեկ հատ հարված տեսակ, որ կռունգը կատարի թուրքերի վրա։ Մեկ հատ տեսակ։ Ոչ։ Ես ամենը ինչ եմ ուզում արձանագրել, որ մարդը տասնյակ տարիներ շարունակ հավաքում էր գումար այնտեղ իբրև թե աթեիստները ունենալու այդ ծրագրի տակ ու ոչ մի գործարան գոյություն չուներ եւ այդ թղթաբանականը ինչքան որ շորթել են գումար մեծահարուստներից այս տասնյակ տարիների մարաթոններից մյուս ինչքան տուրիստեր գնում չէ Արցախ բերում էին ցույց են տալիս բան պատտացնում են փող են շորթում վառեցին վերջում այդ արխիվը որտեղ որ այդ թղթաբանականը կար այսինքն իրանք պիտի այդ սաղ թղթերը բերեն Հայաստան ներկայացնեն հա բայց որպեսի հետ կչերևա այս մեծագույն կոռուպցիան, այդ մեծագույն թալանը նրանք այրել են։ Իհարկե մենակ ինքը չի արել, Գարեգինը մեջը կերել է, բանը կերել է, Եզրասը մեջը կերել է։ Ինչ որ արել է այս հանցագործների հետ միասին։ Այսինքն մեր եկեղեցին այդ աստիճանի զավթված է եւ այդ եկեղեցական ճակերտավոր եկեղեցական կոչեցյալների այդքան կոռումպացված հանցագործ մարդիկ են, որ ես ներկայացնում եմ այս փաստերը ձեզ
Եվ ուզում եմ մեր ժողովուրդը վերջապես հասկանա, որ այդ մարդկանց պետք է արժանացնի ժողովրդական դատի։ Ժողովրդական դատի են նրանք արժանի։ Այս թալանի, այս անփարոյականության համար եւ ամենակարևորը այն խաբեբայությունների համար շպրոտը իր ծունկերի վրա նստում է, գիտեք, երկչույի շպրոտը, Ամերիկայում, պարքերի, եւ թուշն է համբյուրում, նկարը հրապարակվում է Facebook-ի մեջ, ասում է իմ հոգեվոր հայրիկն է։ Անփարոյականության, ասում եմ, սադանայության, սրիկայության տիպարներ են նրանք։ Դրանք եկեղեցականներ չեն։ Ավելով պիտի ավլենք այս մարդկանց։ Ես կրկնում եմ այստեղից այդ եթերի ձեր հանդիսատեսին, որ բոլոր ժողովուրդը կանգնի ոտքի։ Մենք պետք է պայքարենք մեր արժեքների համար։ Մենք չենք կարող հանդուրժել եկեղեցում արվամոլներ։ Այս խնդիրը եւ մանկապղծությունը։ Այս խնդիրը դրված է օրակարգում, որպես ամենալուրջ եւ ծանրագույն խնդիր։ Հիմա խոսենք եզրասի մանկապղծությունների մասին։ Ոչ մենակ այն, որ ինքը արվամոլ է։ Եվ գիտեք ինչի նրանք այսօր խուսափում են պատասխանել հասարակ հարցին, որը իշխանությունը հարցրեց, հա, ամուսնացած է թե ոչ, դրժել է կուսակրոնության ուխտը թե ոչ։ Հասարակ հարց է, չէ՞։ Օրինակ ես ամուսնացյալ քահանա եմ։ Հիմա մեկը ինձ դուք հարց ինձ տակ, Տեր այր, դուք ամուսնացած եք թե ոչ։ Ես ձեզ պիտի ասեմ, այո, ես ամուսնացած քահանա եմ, ես ամուսնացած եմ։ Ունեք զավակներ, այո, ունեմ։ Թորնիկել ունեմ։ Ես կարող եմ պատասխանել։ Իրենք հասարակ հարց է, չէ՞, այդ հարցին չեն կարող պատասխանել։ Որովհետև ասել այո, խնդիր է։ Ասեն ոչ, աչքը կմցնենք, նմանապես խնդիր է։ Գիտեք, մի ասացված կա, այդ իմիջիալոց շատ լավ սարգսավակ ունենք, ավակ սարգսավակը, Հայկ Ֆրունջյանը, որը որ շատ բացառիկ երաժիշտ էր եւ եկեղեցական երաժշտության ուսուցիչ, հոգեվոր ճեմարանում, որը բոլորին դաս է տվել, այդ թվում այդ Պորնիկ չկաթողիկոս կոչվածին եւ իր մանկապիղծ եղբորը, եւ միշտ անվանում էր իրենք հայոց եկեղեցու, ասում էր փորձանք, այդ երկուսը։ Ուրեմն մի բան էր պատմել, այսպես բառեր կան մեջ, ասում է կարգվեմ թե կույս մնամ, թե վախենամ թե դուրս մնամ։ Այս հիմա սրանց պատմությունն է։ Չի կարող ասել ոչ, չի կարող ասել այո։ Բայց պիտի հետամուտ լինենք եւ պետք է հետևենք այն բանին, որ մայրաթորում, որ այդ ժողովները արել են, ինչեր են խոսացել այնտեղ, ինչ ստեր են հորինել, ինչ բաներ են մոգոնել, դավեր եւ այլն, բայց հասարակ հարցին չկարողացան այդ ժողովի մեջ որոշեն, արդյոք կաթողիկոսը ամենայն հայոց Գարեգին երկրորդը ամուսնացած է, ունի զավակ թե ոչ։ Այս հարցին չկարողացան այդպես էլ պատասխանել մեզ։ Այսինքն այս մարդիկ ուղղակի խեղել են իրենք եկեղեցին որպես հասկացողություն, իրենց համար գոյություն չունի։ Ես ձեզ անցած մեր եթերի ժամանակ բացատրել եմ, որ եկեղեցին խորհրդական մարմինն է Քրիստոսի եւ գլուխը ինքն Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն Քրիստոսի Հիսուսի մեր Տիրոջ առաջնորդությամբ է եկեղեցին, մայր եկեղեցին եւ այսօր առիթից օգտվելով ես կուզեմ շնորհավորել նաեւ ձեր հանդիսատեսին հոգեգալստյան մեծագույն տոնն է բոլոր քրիստոնյաների այսօր, որովհետեւ մենք միասին այս տարի նշեցինք Զատիկը, այն քրիստոնյաները, որոնք թե հին, թե նոր տոմարովներով են առաջնորդվում, եւ փաստորեն այսօր նաեւ եկեղեցու ծննդյան օրն է։ Ուրեմն 1700-ամյա եկեղեցին այդքան ստորացրել, արևանգել եւ սրբապղծել են այս մարդիկ, որոնք փաստորեն պատճառ են հանդիսանում բազմաթիվ աղանդավորական շարժումների Հայաստանում, որոնք եւ Արցախում լեփլեցուն են, գիտեք, չէ, աղանդները այնտեղ լիքն էին։ Մարդ չէր գնում։Ները դա պարկ։ Այդ պարկևը ճորռում էր, մեծ սուրբ էր խաղում, բայց իր օրոք մի հոգի եկեղեցի չէր մտնում։ Այսինքն հոգեվորականն էր պատարակում ու վերջ։ Մի քանի մարդ որ գար լավ էր։ Այս սա է իրենց իրական դեմքը, իրական առաքելությունը, իրական իրենց հոգևոր ով լինելը։
Եվ մենք ապրել ենք փաստորեն խեղված իրականության մեջ, մեզ խաբել են ամեն ինչի մեջ եւ եկեղեցին նմանապես։ Եվ տեսեք, անդրադառնալով ուրեմն Պարքևին, ես պիտի ասեմ, որ այս մարդը իր ընթացքում այդքան այլանդակություններ է արել ռուս, թաթար տղաների հետ, անչափահաս, իմիջիայլոց միշտ փնտրում էր եւ փնտրում է այն ընտանիքներից, որտեղ դժվարություն կա, մի ծնող ունեն, կամ նյութապես շատ խեղճ են ապրում, որ եթե հանկարծ ինչ-որ մի բան բացվի, բերանը կարողանա փագի փողով։ Փողը տալիս է, ասում է աչքը փագեք, բան չի եղել։ Բայց պղծությունը շարունակում է մանկապղծությունը։ Իր արվամոլությունը շարունակվում է։ Եվ իմիջիայլոց պիտի նաև նշեմ, որ Ուկրաինայի թեմի առաջնորդը Մարկոսը Սիրուհին է Պարքևի։ Դա պիտի նշեմ, որ դրա համար եպիսկոպոս դարձավ այդ ողբերգությունը։ Ուղղակի ողբերգությունն է որպես դարձել է նա եպիսկոպոս, որովհետև հավանություն է տվել իրեն Եզրաս։ Առհասարակ Գարեգինն ու Եզրասը բոլորին անցկացրել են իրենց թրի տակով։ Ով պարկել է իրենց հետ, այդ մարդկանց տվել են պրախոտ, պաշտոն, վերմակի տակով։ Բեհար են տվել, սա է, այս աստիճանի, ես ուղղակի գիտեք ինչ մեծ ցավով եմ դա ասում, որ այս աստիճանի սրբապղծել են մայր եկեղեցին։ Բայց եկեք համաձայնվենք, որ ժողովուրդն էլ է մեղավոր, որ թույլ է տալի, չէ՞, այս ամեն ինչը։ Անշուշտ։ Ամենամեղավորը ժողովուրդն է այստեղ, գիտեք, ամենամեղավորը։ Ես հարցազրույց լսեցի Նարեկի, որ գնացել էր Գարեգինի գյուղը։ Ինչպես էր անում, տեղ, հա ոնց որ։ Մի խոսքով գնացել էր Գարեգինի գյուղը ու մարդիկ նենց մի մունաթով էին պատասխանում, մենք շատ գոհ ենք, եսիմ ինչ ենք մեր բանից։ Չեմ հասկանում, այդ մարդիկ ուրիշի մոլորակի վրա են ապրում, չեն տեսնում։ Իհարկե եղը, ոսկեհատ, 4-րդ սոխոս են անվանում նաև։ Հա, ոսկեհատ, հա, տենց։ Այո։ Իհարկե, որովհետև եղբայրը մյուս, ինքը ունի եւս մեկ եղբայր Գևորգ Ներսիսյան, որը այդ գյուղի գյուղապետն է, հավիտենական, թունդ հանրապետական, եւ այնտեղ աղի սարսափելի այսպես մի բանի սպառնալիքի տակ պահող մի մթնոլորտ է, դիկտատորական մի բռնապետություն է, փոքրիկ թագավորություն է։ Գարեգինի եղբայրը այնտեղ փոքրիկ թագավոր է։ Դրա համար իրանք չեն կարող ուրիշ բան ասեն։ Առանձին որ կլնեն կարող է գուցե բացվեն ինչ որ բան փակագծերը բացեն, բայց վախենում են մարդիկ։ Իրենց մեջ դրության մեջ պիտի մտնել, որտեղ այնտեղ սարսափելի է։ Այդ մթնոլորտը, այդ միջավայրը։ Իմիջիայլոց նա շատ ուժեղ խմում է, նա էլ հարբեցող է, եւ նույն ձևի արմամոլը նա է։ Այսինքն իրենց ընտանիքը կեղտոտ ընտանիք է այդ Ներսիսյանների, կեղտոտ։ Նրանք այն չար որակի ուռուցքն են Հայաստանի։ Հիմա դուք ասեցիք, որ ազգային անվտանգությունը գնացել է իրենց ետևից, հա? Դες բան ասա։ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության հանձնարարական է երևի ստացել իշխանություններից, այդ որ ստացել է հանձնարարական, ես ենթադրում եմ, բայց փաստացի իրականացնում է ստուգումներ, կախված այնտեղ ֆինանսական, տնտեսական, չգիտեմ, այդ իրենց գործունեության հետ։ Հույսով եմ, որ նաև պետք է անցնի մյուս ստուգումների։ Բայց թե հարց առաջանում, իրանք ոնց են ստուգում, եթե եկեղեցին ոնց որ ասած փակ կառույց է, չէ՞։ Փակ կառույց չէ, հանրապետական ուսակցությունն է դա ուզում մարդկանց գլուխը մտցնել, այդ սուտը, օդի մեջ չէ եկեղեցին, պետության մեջ է, եթե հանցագործություն է կատարվում, այնտեղ մարդ կուտեն, մարդ կսպանեն, ասենք ճաշարանում մարդու միս են, եթե ուտում, օրինակի համար այնտեղ, պետությունը պիտի չի միջամտի։ Չէ, իմ համար պետք է միջամտի, դա աննորմալություն է, որ փակ է, բայց օրենքը ոնց է։ Այս փակ դարձնել, բայց այսօրվա դրությամբ ոչ, ազգային անվտանգության ծառայությունը մտել է եւ փառք Աստուծո, ես նախ իմ շնորհակալությունն եմ հայտնում եւ ավելի կոչանում, որ
մինչև վերջ քանդեն այդ սադանայի կծիկը այնտեղ, Ահա։ որ ամբողջը ստուգեն, ամբողջը այսպես ասած ջրի երես հանեն, այն բոլոր փաստերը, որ մենք ներկայացրել ենք պատկան մարմիններին ճիշտ 1.5 տարի առաջ։ Վաղ ուղարկելու եմ նորից, գիտեք, սա դիմումները պիտի ուղարկեմ, ես իմ եթերից էլ ասեցի այսօր Facebook-յան էջից, պիտի ղրգեմ նորից պատկան մարմիններին, որ ավելի մանրակրկիր անցկացնեն այդ ստուգումը հանցագործ Գարեգինի։ Եվ իհարկե դուք հարցրեցիք, թե ինչ գործ ուներ երեք առաջին նախագահը Մայրաթորում, սա ինձ գիտեք ինչի է ապշեցրել։ Ես ումից կսպասեի անբարոյական քայլ եւ առհասարակ տրամաբանության մեջ էր, ես չէի զարմանա, եթե Սերժը գնար, Քոչարյանը գնար, ով կուզի լիներ, բացի Լևոնից։ Նախ որ այն Լևոնը սովորում բաներ դաս էր տալիս ճեմարանում երկար տարիներ։ Ինքը լավ ճանաչում է եկեղեցին, եկեղեցու կանոնադրությունը, առհասարակ ինքը քաջատեղյակ մարդ է, ինքը ճանաչում է հոգևորականությունը, այդպես չի, որ ինքը չի իմանում այս բաները։ Եվ ամենակարևորը, որ 95 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը չթողեց այդ սրիկային, որ նա դառնա կաթողիկոս, եւ դա պատմական փաստ է։ Այսինքն Լևոնը ինքը թույլ չտվեց, որ Գարեգինը դառնա կաթողիկոս։ Լևոնը եւ Լևոնի անմիջապես հրամանի տակ գտնված Վանո Սիրիադեղյանը ամեն ինչ արեցին, որպիսի այն ժամանակ 95 թվականին, որ Գարեգինը նույն ձևի փողերը ծախսել էր Լուիս Սիմոնի, որը առել էր, որ կաթողիկոս դառնա, կաշառքը բաժանվել է падգամավորներին, բայց թույլ չտվեց պետությունը, կանխեց դա։ Եվ գիտեք ինչ արեց Լևոնը։ Աղջիկներին եւ կնոջը բերեցին այդ նույն Լոլա Գրիգորյանցին, Խաթուն Գրիգորյանցին եւ մյուսի անունը ես չգիտեմ։ Ճիշտն ասած, հիմա Կալիֆոռնիայում է ապրում, Ամերիկա։ Բերեցին, պահեցին թանգարանում, Էջմիածնի վանքի մեջ, այս հենց եկեղեցու մեջ, մայր տաճարում։ Մինչև ընտրությունը վերջանա։ Ուրեմն սա փաստ է, հասկանում եք, եւ Լևոնը լավ գիտի իր կարգավիճակը, որ ինքը ուխտը դրժել է, որ ինքը ունի զավակներ, որ ինքը ոչ մի կուսակրոն չի, սա ծիծաղ է նույնիսկ առաջացնում կուսակրոն։ Բայց ինչի էր գնացել, ինչն էր ուզում։ Այդ փողոցային աղջիկներ որ կան, հա, գնան վաղը մյուս օրը հայտարարեն, գնան ամուսնանան, ասեն մենք կույս ենք։ Սա նույն բանն է, որ Գարեգինը ասում է ես կուսակրոն եմ։ Սա նույն բանն է, նրանք ավելի կույս են, հավատացեք։ Այդ աղջիկները, որ ամեն օր մարմնավաճառությամբ են զբաղվում, ես այստեղից հայտարարում եմ, որ նրանք ավելի սուրբ ու կույս են, քան թե Գարեգինի պես սրբապիղ ստականքը, որտեղ նրանք ուղղ չեն տվել։ Մի խոսքով Լևոնն էլ էր ռուսի զակաս կատարում։ Ոչ մենակ ռուսի զակաս կատարում։ Լևոնը մարտի 1-ին չթողեց ինքը իր տան շեմը անցնի։ Բռնդեց իրեն։ Մարտի 1-ին ինքը չէր մտածում, որ 1700 ամյա եկեղեցու հայոց հայրապետն է, արժեք է ինքը պաշտպանել։ Կամ խելագարվել է, ես չգիտեմ, գիտեք երկու վարկած կա, կամ այդ մարդը դարել է հոգեկան հիվանդ եւ այստեղ մեղքը ծերությունն է եւ որպես ծերուկ ես կարող եմ գուցե իրեն ներել նման բան արարքը, բայց եթե բժիշկները իրեն ստուգեն, ես շատ կուզեի միած ստուգեն իրեն, քննեն բժիշկները, եթե ինքը առողջ է ու նման բաներ, ուրեմն դա ոչիր է։ Ուրեմն նա գործել է այն, ինչ ասել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունը իրեն։ Եվ պատահական չէ, որ դուք գիտեք այդ տարիների ամբողջ շրջանում պարբերաբար Կապիրկոյի հետ նա հանդիպում է։ Եվ Կապիրկոն իր տունն է գալիս։ Ինչի համար Կապիրկոն պիտի գա իր տունը, դեսպանը։ Դե պարզ է արդեն։ Այդ արդախությունների, ասես մախինացիաների համար, հասկանում եք։ Այդ է հարցը։ Այո։ Եվ եւս մեկ հարց նորություններ կար օթում, որ Ռուսաստանում ինչ որ երեխա է իրեն գցել լուսամոտից, հա։ Այո։ Ռուսաստանում եղել է Բալաշիխայում, այսպես Մոսկվայում կա մի շրջան, Բալաշիխա է կոչվում,
երեխան, որը հաճախում էր մեր եկեղեցին Մոսկվային եւ ինչ որ խմբակի մեջ էր, չգիտեմ, իրենք սիրում են միջելոց sense նախաձեռնություններ, երիտասարդներ, երեխաներ, բաներ մեջը ներգրավեն, որպեսզի սրբապղծությամբ զբաղվեն նրանց հետ։ Սա Գարեգինն էլ էր սիրում ժամանակին, երբ որ դեռ եպիսկոպոս էր, եզրացնել է դա սիրում։ Եվ երեխան ուրեմն մոր հետ միասին գնում է, հետո միջոցառումից հետո եզրացը կանչում է իրեն իր գրասենյակը։ Որից հետո երեխան ծպտուն չի անում, վերադառնում է մոր հետ տուն եւ քրոջ եւ մոր աչքի առաջ քույրն կրծեր է լինում ավելի։ Այդ երեխան, եթե չեմ սխալվում, 14 տարեկան է։ Տղա։ 5-րդ հարգի պատշգամբից իրեն նետում են դուրս։ Ինքնասման է լինում։ Այդ երեխան տղա էր, չէ՞։ Այո, տղա է։ Ինչ կընթադրեք։ Մի մանկապղծություն նորից կատարել է այդ մարդը։ Այո, այո։ Եվ ամենակարևորը, որ գնացել են, դիմել են պատկան մարմիններին, ծածկադմփոց արել, փող է տալիս։ Եվ գիտեք ինչքան լավ գիտեմ դրա մասին։ Կարամ վկա կանգնացնեմ այստեղ ոնց է փող տալիս։ Մի հատ Խաչատուր Սարգսակ ունենք, մեծահասակ մարդ է, հա, դե մեծահասակ շատ չէ, բայց ավակ մարդ է։ Երևի ինձնից կարող է տարիքով ավակ լինի, չգիտեմ, կամ իմ տարիքի լինի, չեմ կարող հստակ ասել։ Ամենայն դեպս, այդ Սարգսակը միշտ գնում էր բոյկոտեր անում Եզրասի պատարակը, հենց իր անունը պատարակի ժամանակ Գարեգինի եւ Եզրասի տալիս են, մեջքով շուռ էր գալիս եւ հրաժարվում էր Սադանայից։ Ասում էր հրաժարիմ կի Սադանայ, հրաժարիմ Գարեգինից, հրաժարիմ Եզրասից, բարձրաձայն։ Ամեն անգամ, ամեն Կիրակի օրը դա անում է։ Վերջը Եզրասը ինչ խնդրեց, աղաչեց, ուզեց կաշառել, տարբեր բաներ առաջարկեց, այդ մարդը չի անում։ Ինքնը քաջ մարդ է, ինքն էլ է կռվել ազատամարտում Արցախյան։ Վերջը հանցագործներով տարել են, մուրուքը ածիլել են եւ եկեղեցու նկուղում կրակել են իր ոտների վրա։ Եվ ահաբեկել են հանցագործներ, այն Մախրովի հանցագործները, որ նա թողի Մոսկվան։ Ուրեմն դիմել է դատարան, դիմել է դատախազություն, ոստիկանություն, ամենտեղ վերջը մինչև ասում է փաստաբան ճարեցի, բան փաստաբանն իրեն ասեց, որ գիտեք, ասում է իզուր տեղը մի բան արեք, ինքը գնում է փողը տալիս է վերջացնում է։ Եվ հետո ուրիշ տեղից էլ բարձր տեղից Facebook-ից զանգ են տալիս, ասում է փագեք կորց։ Այս սա է դաջան եւ ահավոր իրականությունը։ Ցավոք սրտի։ Դատին եմ թողնում։ Պետք է մաքրենք այս եկեղեցին այս ավազակներից, թե ոչ, թե պիտի թողնենք այս նույն կարգավիճակում։ Պարզ է։ Լավ, ուրեմն Տեր Սահակ ջան, եթե ուզում եք, մենք մի 20 օրից կամ մի 15 օրից նորից կհանդիպենք, եթե նորից բան ունենաք ասելու այս թեմայով մեր ժողովրդին եւ եւս մեկ եթեր կկազմակերպենք հատուկ ինֆորմացիա տալու համար մեր ժողովրդին։ Ես շնորհակալ եմ, որ եկաք եւ ժողովրդին նորից կխնդրեմ, չեք մոռանում ձեր ակտիվությունը, չեք մոռանում մեր գնահատել մեր աշխատանքը հենց ձեր ակտիվությամբ։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։